Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Վիետնամի հետ տնտեսական եւ առևտրային հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Վիետնամի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ 2024 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 223.93 միլիոն Միացյալ Նահանգների դոլար։ Անկասկած մենք ունենք այս ցուցանիշը հետագայում մեծացնելու ներուժ, նշել է պետության ղեկավարը, ընդգծելով, որ երկու երկրները փոխգործակցում են նաև նավթային ոլորտում։ Մեր երկրների միջև մշակութային կապերը շարունակում են զարգանալ եւ ամրապնդվել տարբեր նախաձեռնությունների եւ նախագծերի միջոցով, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիետնամի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Օրինակ 2024 թվականին Բաքվում ցուցադրվել է «Լեգենդ ստեղծողները» ֆիլմը, որը նվիրված է Վիետնամի պատերազմի ժամանակ ձեր զինվորների հերոսությանը։ Նույն թվականին մեր մայրաքաղաքում անցկացվել են Վիետնամի օրեր, նվիրված Վիետնամի առաջնորդ Հո Շի Մինի Ադրբեջան այցի 65-ամյակին, նշել է պետության ղեկավարը։ Նախագահը ընդգծել է, որ Հեյդար Ալիևի հիմնադրամը ակտիվորեն իրականացնում է նախագծեր Վիետնամում, այդ թվում 2018 թվականին Հաջյանք նահանգում տարրական դպրոցի կառուցումը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիկմեթ Հաջիևը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեի հետ։ Կողմերը մտկել են փոխանակել Ադրբեջանի եւ Իրանի միջև երկկողմ համագործակցության եւ տարածաշրջանային օրակարգի շուրջ։ Ավելի վաղ Խաթիբզադեն Բաքվում միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Թեհրանը ողջունում է Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը։ Վերջինիս խոսքով Իրանի նախագահ Մասուդ Փեզիշքյանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Կարծում եմ, որ այս հարցը նույնպես կարտացոլվի երկու երկրների ամենօրյա շփումներում, հավելել է Խաթիբզադեն։ Բաքուն հայտարարում է, որ մինչև հիմա Մոսկվան պարզաբանումներ չի ներկայացրել անցած տարի Ակտաու օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառների մասին, ինչի հետևանքով զոհվել է 38 մարդ։ Ազալի ինքնաթիռի կործանումից անցել է 5 ամիս, սակայն Ռուսաստանը որևէ կոնկրետ տեղեկություն չի հրապարակել հետաքննության ընթացքի մասին, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին նշում է, որ ադրբեջանական կողմն այս հարցով ամեն ամիս դիմում է ռուսներին, սակայն ռուսական կողմը տարբեր պատրվակներով ձգձգում է հետաքննությունը եւ չի արձագանքում հարցումներին։ Ադրբեջանի նախագահը վթարից հետո հայտարարել էր, որ դրա մեղավորը Ռուսաստանն է եւ Բաքուն պահանջում է արդարություն։ Պահանջում ենք պատժել պատասխանատուներին, պահանջում ենք լիարժեք թափանցիկություն եւ մարդկային վերաբերմունք, ասել էր Իլհամ Ալիևը։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ստացել է Ադրբեջանի կառավարության պաշտոնական ծանուցումը եւ ավարտում է իր գործունեությունը երկրում։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մեյթյու Սոլտմարշը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ի համակարգը բարձր է գնահատում իր 33-ամյա գործընկերությունը Ադրբեջանի կառավարության եւ ժողովրդի հետ եւ այս ընթացքում աջակցություն է ցուցաբերել երկրում զարգացման հիմնական առաջնահերթությունների առաջխաղացման գործում։ Մեյթյու Սոլտմարշի խոսքով ՄԱԿ-ը ինչպես բոլոր անդամ պետություններում շարունակում է ակտիվ երկխոսությունը Ադրբեջանի կառավարության հետ, կառույցի գործունեությունը երկրի ազգային զարգացման առաջնահերթություններին համապատասխանեցնելու եւ կայուն զարգացման օրակարգի իրականացմանը նպաստելու նպատակով։ Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստում, որը մեղադրվում է խոշտանգումների, վարձկանության, պատերազմի օրենքների եւ սովորույթների խախտման, ահաբեկչության ֆինանսավորման եւ Ադրբեջանի քրեական օրենսգրքի այլ հոդվածներով ցուցմունք են տվել տուժողները։
Տուժող Մեհման Հասանովը պատմել է, որ իրեն որպես էքսկավատորի օպերատոր գործուղել են Աղդամի շրջանի Մոլալար գյուղ, այնտեղ ճանապարհի շինարարության շրջանակներում աշխատանքներ կատարելու համար։ Հասանովի խոսքով մի աշխատանքային օր նա կանգնած է եղել էքսկավատորի կողքին եւ լսել է արկերի պայթյունի ձայներ։ Ապաստան գտնելու համար Հասանովը ուղղվել է դեպի մոտակա անտառապատ տարածք։ Արկը նրանից մոտավորապես 80 մետր հեռավորության վրա ընկնելու հետևանքով Մեհման Հասանովը վիրավորվել է աջ ծնկի շրջանում եւ տեղափոխվել Աղդամի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Դատավարության ընթացքում ընթերցվել է տուժողի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։